Քրիստոս հարյավի մեռելոց։ Բայց Կիրակի օր առավոտյան շատ վաղ կանայք գերեզման եկան բերելով իրենց պատրաստած խնկերը, նրանց հետ և ուրիշ կանայք և քարը գերեզմանից գլորված գտան և ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ, և երբ կանայք զարուրեցին և իրենց երեսները գետնին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարյավ։ Հիշեցեք, ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր, ասում էր, թե պետք է, որ մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը և վերադարձան ու պատմեցին այս ամենը 11-ին և բոլոր մյուսներին։ Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին, բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին և չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ կտավները միայն կային, և գնաց իր մտքում զարմացած, թե ինչ էր եղել։ Քրիստոս հարություն էր առել մեռելներից, Քրիստոս հարյավի մեռելոց։ Սուրբ Հարության երկրորդ օրն է, և այսօր մենք կատարում ենք հիշատակ ննջեցելոց կամ մեռելոց։ Ինչպես նախկինում էլ ասվել է և միշտ է ասվում, մեր հավատքը կապված է մահվան և կյանքի հետ։ Քրիստոնեական հավատքի իրողություններ են մահը և կյանքը, ննջեցյալները և ողջերը։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս մահը ճաշակեց, մեռավ, ինչպես ավետարանական հատվածում էր ասում, ինքն ասեց, որ պիտի չարչարվի, խաչվի, մեռնի և նաև կենդանացավ մահվանից հետո, հարություն առավ։ Մատթեոսի ավետարանի Քրիստոսի մահվան դրվագը երբ նայում ենք, հետևյալն է ասում այնտեղ. Հիսուս դարձյալ բարձր ձայնով աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, և երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին, և գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան, և նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։ Ուրեմն Քրիստոսի հոգին ավանդելը խաչի վրա Քրիստոսի զոհաբերումն էր, Քրիստոսի պատարագումը, Քրիստոս պատարագվեց, Քրիստոս հիմա էլ պատարագվում է։ Եվ երբ Քրիստոս հոգին ավանդեց, ինչ տեղի ունեցավ։ Ասում է, տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև պատռվեց, երկու մասի բաժանվեց։ Իսկ ինչի համար էր վարագույրը։ Վարագույրը վարագուրում էր Աստծուն մարդուց։ Սրբության սրբոցը տաճարի մյուս մասից,
վարակուրում էր, որպիսի սրբության սրբոց, որտեղ Աստծո ներկայությունն էր, որտեղ ուխտի տապանակն էր, բաժանված լինի մարդկանցից։ Հիմա այս բաժանումը վերածվեց Քրիստոսի մահվամբ, Քրիստոսի պատարագով, այլևս այս վարակույրը չկար, պատռվել էր, այսինքն բացվեց միջնորմը մարդու եւ Աստծու միջև։ Մարդը հնարավորություն ունեցավ մոտենալու Աստծուն, տեսնելու Աստծուն։ Ասում է երկիրը շարժվեց, դղրդաց, երկրաշարժ եղավ։ Հետո ասում է հարյուրապետը տեսնելով երկրաշարժը վախեցավ եւ ասեց սա Աստծո որդի էր։ Երկիրը շարժվեց։ Քրիստոս մեռավ, Քրիստոս պատարագվեց, որպեսզի մենք շարժվենք, որպեսզի մենք ցնցվենք, որպեսզի մենք քնած չմնանք, որպեսզի մեր հոգիները արթնանան այդ շարժումից, այդ դղրդոցից։ Քրիստոս ասում է, երբ մտավ Երուսաղեմ ծաղկազարդին, ամբողջ քաղաքը դղրդաց, արթնացան մարդիկ եւ ինչ արեցին, վազեցին Քրիստոսին ընդառաջ։ Ուրեմն Քրիստոսի պատարագը, մահը նրա համար էր, որպեսզի մենք մեր կյանքերը, մեր պաղած, սառած, ննջած հոգիները դղրդան, արթնանան։ Ասում է ժայռերը, վեմերը ճեղքվեցին, որպեսզի մեր կարծրացած սրտերը ճեղքվեն, որ Քրիստոս գա։ Ասում է ես եւ իմ հայրը պիտի գանք եւ ձեր մեջ պիտի օթևանենք, բացեք ձեր սրտերը։ Եվ ինչ է ասում, մեռելներ հարություն առան։ Ուրեմն Քրիստոս մեռավ, որպեսզի մեռելներ հարություն առնեն։ Դեռ հլը Քրիստոս հարություն չի առել, բայց Քրիստոսի պատարագը նրա համար էր, որպեսզի նաև մեռելները հարություն առնեն։ Այսինքն մենք մեր մեռած վիճակից կենդանանանք, մեռած չմնանք, մահվան մեջ չմնանք, խավարի մեջ չմնանք, այլ լույսի գանք, կենդանության գանք։ Ինչ է մեռած վիճակը։ Մեռած վիճակը անաստված վիճակն է, Աստծու հետ անհաղորդ վիճակն է, Աստծուն կյանքում չունենալով ապրելու վիճակն է, մեռած վիճակը։ Եվ այս մեռելությունից Քրիստոսն եկավ իր մահվամբ, իր պատարագով, որպեսզի մեզ կենդանացնի, որպեսզի մեզ կյանք տա։ Ասում է, ով որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, նրա մեջ կյանք չկա, նա հարություն չի առնի, այսինքն չի կենդանանա, չի մտնի երկնքի արքայություն։ Եվ այս ամեն ինչը տեղի ունեցավ Քրիստոսի պատարագումով։ Եվ ասում է, հարություն առան մեռելներ գերեզմաններից, եւ Քրիստոսի հարությունից հետո մտան Սուրբ քաղաք, շատերին երևացին։ Սուրբ ավետարանն է ասում սա։ Եվ այսքանից հետո մարդիկ մնացին անհաղորդ Աստծուն, անհաղորդ Քրիստոսի պատարագին, անհաղորդ այն ամեն ինչին, ինչ Քրիստոս արել էր։ Շատերին երևացին, այսինքն մարդիկ իրենց աչքերով տեսան մեռելներին, որոնք կենդանացել էին։ Զարմանալի բան է, ոնց կարող է այդ երևույթից հետո ամբողջ Երուսաղեմը կամ ամբողջ Հրեաստանը դարձի չգար։ Բայց արիուտես նույնն է, այսօր մենք էլ դարձի չենք գալիս այդքանից հետո։ Բերանով ասում ենք, բայց սրտով չենք հավատում։ Բերանով ասում ենք,
բայց այդ հավատքը մեր կյանքը չի դառնում։ Եթե մեր կյանքը դառնար, մենք ուրիշ կերպ կապրեինք։ Մենք կապրեինք այդ իրողություններով, ոչ թե այս աշխարհի իրողություններով։ Եվ այսօր մենք հավաքվել ենք աղոթելու համար մեր ննջեցյալների համար նաև։ Որ մտածում էի ննջեցյալների մասին, մի քանի դրվագ մտաբերեցի ավետարանից։ Երբ որ Քրիստոս ննջեցյալների կենդանացրեց, օրինակ Հարիոսի աղջկան կենդանացրեց, Նայինի այրի կնոջ որդուն կենդանացրեց, Ղազարոսին կենդանացրեց, որ 4 օրվա մեռած էր։ Գիտեք, Նայինցի կնոջ մասին ոչինչ չի ասում, ուղղակի ասում է ողբում էր, Քրիստոս խղճալով կենդանացրեց իր որդուն։ Հարիոսի աղջկա եւ Ղազարոսի մասին մի քիչ ավելի մանրամասներ կա։ Ասում է Ղազարոսն եկել էր խնդրելու, որ իր մահամերձ աղջկան բուժի, որ չմեռնի։ Նույն կերպ Ղազարոսի քույրերը մարդ էին ուղարկել Հիսուսի մոտ, ծանր հիվանդ եղբորը կամ մահամերձ եղբորը առողջացնի, հանկարծ չմեռնի։ Բայց երկու պարագային էր հիվանդները մեռան։ Եվ երբ այդ լուրը բերեցին, հասցրեցին Հարիոսին, որ քո աղջիկը մեռավ, Հարիոսը թևաթափ եղավ։ Որտեվ լուր բերողներն էլ նույնն են ասում են, էլ օգուտ չունի, էլ մի հոգնեցրու վարդապետին, աղջիկդ արդեն մեռավ, անօգուտ է։ Բայց Քրիստոսն ինչ է ասում։ Միայն հավատա եւ կապրի։ Տեսնելով, որ արդեն Հայրոսը գնում է ձեռքից, քաջալերեց, ասեց միայն հավատա եւ աղջիկդ կապրի։ Երբ եկավ Բեթանիա, մեռած Ղազարոսի քույրերը նույնն էին ասում Հիսուսին։ Երկու քույրն էլ նույն բառերն ասեցին, Տեր, եթե դու այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մեռնի, այսինքն խոսում են արդեն մի իրողության մասին, որ հնարավոր չի շտկել։ Դու ուշացար, դու եթե այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մեռնի։ Բայց Քրիստոսն ինչ է ասում։ Քրիստոսն ասում է, ձեր եղբայրը պիտի ապրի, հարություն պիտի առնի։ Մարթան ասում է, հա, գիտենք, որ այն ժամանակ, երբ որ բոլոր մեռելները հարություն առնեն, վերջին օրը ինքն էլ, չէ, Քրիստոսն ասում է, հիմա պիտի հարություն առնի, այսօր պիտի հարություն առնի քո եղբայրը։ Չէին հավատում։ Երբ որ եկավ գերեզման ուզում էր հարություն տալ, այդ ժամանակ էլ նույն Մարթան ասում էր, ուր բացենք գերեզման, արդեն հոտած կլինի։ Ինչի ես մասին հիշեցի։ Մենք հավատում ենք, որ Աստված մեր ննջեցյալներին հարություն կտա։ Աղոթենք, թող Աստված մեր հավատքը զորացնի։ Թող Աստված անկասկած հավատ դնի մեր սրտերի մեջ, որ ինչ որ աղոթում ենք պիտի ստանանք։ Քրիստոսն է ասել է ինչ որ իմ անունով խնդրեք հորից, ձեզ կտրվի հավատքով։ Գիտեք, այո, իսկապես մեր ննջեցյալների բարի հարությունը, այսինքն հարությունը երկնքի արքայության համար, հիմնականում կախված է իրենց ապրած կյանքից եւ իրենց հավատքից։ Բայց մենք Աստված չենք, մենք չգիտենք ոչ իրենց ապրած կյանքը, ոչ էլ իրենց հավատքը, մենք նույնիսկ մեր ապրած կյանքը ճշմարիտ չենք ճանաչում, ուր մնաց թե
ուրիշի ապրած կյանքը իմանանք։ Բայց մենք պարտավոր ենք այդ հավատքով աղոթել իրանց համար, խնդրել իրանց համար, որ Աստված հարության, երկնքի արքայության, հավիտենական փրկության արժանացնի, թե իրենց եւ թե մեզ մեր օրում։ Քրիստոս հարյավի մեռելոց